Տիկին Կոստանյան շուտով ամսի 7-ին ընտրություններն են, ինչ ակնկալիքներ ունեք։ Սպասումներ ունեմ, ակնկալիքներ, այդպես չի ասի, սպասումներս այն է, որ վերջապես ընդդիմությունը, հավաքական ընդդիմությունը եւ առաջատար ուժերը, մասնավորապես երեք ուժերը միասին այնքան ձայն կհավաքեն, որ Նիկոլ Փաշինյանը կրկին մեծամասնություն ունենալու հնարավորություն չի ստանա, սակայն այստեղ ամենամեծ ակնկալիքս թերևս մեր քաղաքացիներից է, որքան մասնակցությունը բարձր, այնքան Նիկոլ Փաշինյանի կրկին հաղթելու հնարավորությունները ավելի քիչ են լինելու, հետևաբար ամեն հնարավոր առիթով փորձում եմ կոչ անել մեր քաղաքացիներին, որպեսզի հունիսի 7-ին իրենց քաղաքացիական պատասխանատվությունը դրսևորեն։ Ինչ է կարծում ընդդիմադիր ուժերը կմիավորվեն մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, որպեսզի գահընկեցանեն ներկա իշխանությունները։ Այստեղ հարց չպետք է տալ, այլ պետք է, այսինքն պարտադիր է եւ չի լինելու որևէ արդարացում, որևէ մի ընդդիմադիր, իրական ընդդիմադիր ուժի համար, որպեսզի դա օգտագործելով ասի, այ այս պատճառով հնարավոր չէ։ Բոլոր տեսակի տարաձայնությունները մի կողմ դնելով պետք է նստեն մեկ սեղանի շուրջ եւ ձեռք բերեն շատ պարզ, պրիմիտիվ պայմանավորվածություններ, թեկուզ կարճաժամկետ, հասկանալով, որ այս պահին իրենց համաձայնությունը, միասնական համաձայնությունը կարևոր է Նիկոլ Փաշինյանից ազատվելու համար։ Նրանք եթե թույլ տվեցին եւս մեկ անգամ, եւս մեկ ժամկետ Նիկոլ Փաշինյանը օգտագործի իշխանությունը իր պլաններն առաջ տանելու եւ վերջնակետին հասցնելու համար, ապա ես չեմ պատկերացնում ինչպիսի Հայաստանում ենք մենք ապրելու։ Իսկ ինչ է կարծում, երբ որ ընդդիմադիրները կան արդեն իշխանության, ներկա իշխանությունները հանգիստ թողնելու են իրենց ուժը, թե ամեն դեպքում գնալու են քաղաքական բախումների։ Այսպես ասեմ, ցանկացած բան ինքս որպես քաղաքացի սպասում եմ օրվա իշխանությունից, եթե հասկանամ, որ իրենք տանուլ են տալիս, իսկ դա ըստ էության քաղաքական ուրեմն պարտությունը կարելի է որպես քաղաքական մահ դիտարկել, շատ լավ իրենք գիտակցում են, թե ինչեր են արել 8 տարիների ընթացքում, ինչպիսի հանցագործություններ են թույլ տվել պետության հանդեպ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ, ըստ էության կարող են անել նույնիսկ այն, ինչի մեջ իրենք տասնամյակներ շարունակ մեղադրել են նախորդ 3 իշխանություններին, սկսած անկախացումից եւ վերջացրած 2018-ով, եւ այն ինչը որ չարեց վերջին իշխանությունը մինչև Նիկոլ Փաշինյանը, ըստ էության դրա տասնապատիկը կարելի է սպասել հենց Նիկոլ Փաշինյանից։ Խոսում եք ճնշումների մասին, վերջին շրջանում շատ են ճնշումներ ընդդիմադիր գործիչների նկատմամբ տարբեր ձևերով, քիչ առաջ Նաիրի Հողիկյանը նշեց, որ իր վրա հարձակում է տեղի ունեցել, տեսանք Անդրանիկ Թևանյանի հետ կապված դեպքերը, ձեր կարծիքով ինչի համար են նման ճնշումներ, արդյոք սա իրականում ունեն իր իրական պատճառները, թե սա այլ ենթատեքստեր ունի իր մեջ։ Դե ենթատեքստը շատ պարզ է, քաղաքական է, այսինքն ըստ էության այս մարդիկ հանրային քաղաքական են դերակատարներից, անձերից, անհատներից, եւ պարտադիր չէ քաղաքական ուժի ներկայացուցիչ լինեն, վախեր ունեն, հասկանալով, որ այս մարդիկ ունեն բազմահազարանոց լսարան, մարդիկ ականջալուր են իրենց լինում, այս մարդիկ հայտնում են այնպիսի տեղեկություններ, որոնց մասին իշխանությունը լռում է, հայտնում են տեղեկություններ, որոնք թույլ է տալիս ինքը իշխանությունը եւ փորձում են վախի մթնոլորտ ձևավորելով ճնշել, սահմանափակել խոսքը եւ մյուսներին էլ ահի մեջ պահել, որ այ տեսեք, եթե դուք էլ խոսեք, դուք էլ եք այս ճակատագրին արժանանալու, սակայն կարծում եմ, որ նմանատիպ յուրաքանչյուր դեպք էլ ավելի է ըմբոստացնում մարդկանց, քաղաքացիների մեջ ցասումը, արտնացնում եւ մղում մարդկանց ընդդիմանալու, էլ ավելի ուժեղ ընդդիմանալու, որտեղ շատ լավ հասկանում են, հա, չես կարող 1-ին, 2-ին, 10-ին բանտերը գցեցիր, փորձեցիր սահմանափակել ու ամբողջ ժողովրդին կամ ժողովրդի մի ծանրակշիռ մասին չեն բանտարկելու, սահմանափակելու, ինչ որ մի օր դա պայթելու է եւ ըստ էության նաեւ կարող է դրսեւորվել փողոցային պայքարով։ Եվ իմ պատկերացմամբ, եթե օրինակ այսօրվա իշխանությունը ընտրությունների օրը կամ հաջորդ օրը տեսնի, որ կորցնում է հնարավորությունը նորից իշխանություն ձևավորելու, չի բացառվում, որ այնպիսի միջոցներ կիրառի, որը նաև կգրգռի ժողովրդական ցասում։
Շատերը խոսում են նաև հիմնականում իշխանական ուժերի հիբրիդային սպառնալիքների մասին, Ռուսաստանից եկող սպառնալիքների մասին ու նույնիսկ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին անվանեց fake թեկնածու եւ դրածո։ Ձեր դիրքորոշումն եմ ուզում հասկանալ, արդյոք ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ամեն դեպքում Ռուսաստանի դրածոներն են։ Ես կարծում եմ, եթե այս երկրում եւ այս պետության մեջ կա իրապես դրածո, դա հենց ինքը Նիկոլ Փաշինյանն է, ընդ որում անթակույց ձևով է իր գործողությունները, հռետորաբանությունը դրսևորվում, այսինքն շատ հստակ հասկանում ենք, որ այս մարդը տարբեր աշխարհաքաղաքական բևեռների աջակցությունն ունի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի, վերջերս տեղի ունեցած գագաթնաժողովով դա հաստատվեց, ըստ էության Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն էլ արդեն շատ ուղիղ ձևով ասած աջակցում է, չեմ խոսում էլ Թուրքիայի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի աջակցության մասին։ Սա ըստ էության հենց ապացույցն է իր դրածո լինելու։ Հետևաբար ինքը լավ կանի այդ մասին չխոսի, թե ովքեր են դրածո։ Մարդիկ քաղաքական հայացքներ ունենալով, քաղաքական որոշակի կողմնորոշում եւ պատկերացումներ ունենալով, թե ինչ տեսակ համագործակցություններ են Հայաստանին պետք ապագայում, դեռևս իրենց իրավունք չի վերապահում, որպեսզի համարեն օրինակ Ռուսաստանի դրածո թեկնածություն։ Եթե խոսում ենք աջակցության մասին, այդ ինչու կարելի է արևմուտքից ունենալ աջակցություն ուղղակի ձևով, իսկ անուղղակի ձևով Ռուսաստանից չունենալ։ Խոսում են ինքնիշխանության մասին, բայց հենց իրենք առաջինը իսկ ինքնիշխանությունը Հայաստանի դրել են կասկածի եւ հարվածի տակ։ Իսկ ինչ եք կարծում, քանի որ իրենք դեռևս իշխանության են, սա դեպի եվրոպականացում գնալու փորձեր չեն, թե ամեն դեպքում աջակցություն է։ Բոլորովին ընդհանրապես կապ չունի Եվրոպա գնալու հետ, բոլոր այս գործողությունները 8 տարիների ընթացքում, որ Նիկոլ Փաշինյանը արել է, ոչ թե մոտեցրել է Եվրոպային կամ Արևմուտքին, հակառակը տասնապատիկ անգամ ավելի հեռացրել է։ Եվ դրա ամենահստակ ապացույցը Եվրոպայի հետ ՍԵՊԱ պայմանագիրն է, լիարժեք թերակատարված։ Եթե այդքան շատ Եվրոպամետ էին, ուզում էին դիվերսիֆիկացնեին Հայաստանի տնտեսությունը, համագործակցությունը, ռազմական համագործակցությունը Ռուսաստանից զատայել երկրների հետ, դրա բոլոր հնարավորությունները եւ լծակները իրենց ձեռքի տակ կային։ Մի երկու այսպես գեղեցիկ, չգիտեմ, գագաթնաժողովներով կամ գեղեցիկ համերգներով աչք կապոցի անել եւ համոզել, թե իրենք Եվրոպային գնում կամ այդպես հռչակագրային ինչ-որ օրենքներ ընդունել, որոնք բոլորովին ոչ մի ուժ չունեն, իրենից որևէ հետևանք չեն ենթադրում, չի նշանակում մոտեցել են Եվրոպային։ Հակառակը, այդ համագործակցությունը առավելագույնս այսօր վտանգված է եւ այդքանով հանդերձ չունենալով հստակ ձեռքի տակ գործիքակազմ, իրենք նաև շարունակում են վնասել արդեն գոյություն ունեցող մեխանիզմները, այսինքն նաև համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, թե տնտեսական առումով եւ թե ռազմական առումով։ Ռուսաստանը ամեն դեպքում, երբ որ 2020 թվականի պատերազմն էր, որևէ աջակցություն Հայաստանին չտրամադրեց, դուք խոսում եք ռազմական օգնության մասին, ինչ է կարծում հետագայում ամեն դեպքում պետք է Ռուսաստանի հետ գնալ այդ ռազմական ու տնտեսական աջակցությանը։ Ես ուզում եմ հիշեցնել, այստեղ բոլորովին չեմ ուզում ստանձնել Ռուսաստանի ուրեմն փաստաբանի կամ պաշտպանի դերակատարությունը, պարզապես ուզում եմ հիշեցնել, որ երկարատև Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր դաշտի կողմից ուղերձներ էր հղվում Նիկոլ Փաշինյանին, որպեսզի պաշտոնական գրություններով դիմեն Ռուսաստանին հապկին դիմելու եւ աջակցություն ստանալու համար, մինչդեռ այդ քայլը կարևոր չարվեց, իրենք լղոզված ինչ-որ ուղերձներ ուղարկեցին դեպի Ռուսաստան եւ այլն, որպեսզի հետո կարողանան որպես խաղաքարտ օգտագործեն եւ ասեն, այ տեսեք, հապկը չկարողացավ չօգնեց մեզ եւ հրաժարվեց։ Մինչդեռ պաշտոնական մակարդակում հստակ ըստ կանոնադրության, ըստ համապատասխան օրենքների իրենք որևէ քայլ չեն ձեռնարկել։ Հետևաբար, այստեղ առաջին հերթին չպետք է մեղադրել օտարներին, այլ պետք է մեղադրել հենց այն մարդկանց, ովքեր իրենց պարտավորությունները լիազորություններով սահմանված չեն արել։ Եվ խնդրում եմ ձեր վերջին խոսքը հղեք ժողովրդին հունիսի 7-ին ընտրությունների հետ կապված։ Հունիսի 7-ը ըստ էության Հայաստանի Հանրապետության համար գոյութենական օր է լինելու։ Ես ուզում եմ, որպեսզի մեր քաղաքացիները սա շատ հստակ գիտակցեն եւ նաեւ հասկանան, որ իրենք
որքան էլ որ պետությունը պոզիտիվ պարտականություն ունի իրենցից յուրաքանչյուրի հանդեպ, յուրաքանչյուր քաղաքացի ինքը պարտականություն ունի իր պետության առջև։ Եվ մասնակցությունը արդեն իսկ որոշումների կայացման ամենակարևոր գործիքն է։ Այդ գործիքից չպետք է իրենք իրենց զրկեն, պետք է օգտագործեն, որ հետագայում չբողոքեն, թե այս ինչպիսի իշխանություն է, ինչպիսի կառավարություն է եւ այս ինչ աղետներ են մեր գլխին բերում։ Պետք է գնալ ընտրատեղամասեր եւ ձայնը տալ այն տեխնացուներին, ովքեր մեր պետության գլխին 3 եւ ավելի պատերազմ չեն բերել, տարածքային կորուստներ չեն պատճառել, Արցախը չեն հանձնել։ Կարծում եմ, այս բացառության սկզբունքով իրենք իրենց խղճի եւ համոզմունքների համաձայն կարող են հստակ եւ գիտակցված ընտրություն կատարել։